Հարավային Կորեայում մոլեգնում են երկրի պատմության մեջ ամենամասշտաբային անտառային հրդեհները։ Պորտուգալիայի օդանավակայանում փոթորկոտ քամին շրջել է ինքնաթիռները։ Ռուսաստանում 2 օրվա ընթացքում Կամչատկան լցվեց ձյունով, իսկ մարտն անսպասելիորեն ամառային ջերմություն բերեց Սիբիր։ Այնուամենայնիվ, ամենամեծ անհանգստությունը ներկայացնում է Սիբիրյան փետուրի ակտիվացումը, որը երկրի ընթերքից բարձրացող մագմայի հսկա հոսք է։ Այս ամենի մասին տես շաբաթվա ընթացքում տեղի ունեցած բնական աղետների ակնարկում մարտի 19-ից 25 ժամանակահատվածում։ Հարավային Կորեա։ Հարավային Կորեայի 3 շրջաններում արտակարգ աղետի ռեժիմ է հայտարարվել։ Երկիրը բախվել է իր պատմության մեջ ամենամեծ անտառային հրդեհներից մի քանիսին։ Մարտի 21-ին սկսվելուց հետո 4 օրվա ընթացքում կրակն արդեն ընդգրկել էր 7700 հեկտար անտառ ամբողջ երկրում։ Հրդեհները վնասել կամ ոչնչացրել են առնվազն 110 բնակելի շենք, ինչպես նաև բազմաթիվ տնտեսական շինություններ։ Կրակը մոտեցել է որոշ բնակավայրերի։ Ականատեսների խոսքով հիմնահատակ այրվել են ամբողջ գյուղեր։ Տարհանվածների թիվը հասել է գրեթե 2000-ի։ Ընտանի կենդանիներին ու անասուններին ստիպված են եղել դուրս թողնել փողոց, որպեսզի նրանք կարողանան փրկվել։ Շատ վայրի կենդանիներ հարվածել են մեքենաներին, երբ խուճապահար փախչում էին մոլեգնող տարերքից։ Քենսան Նամդո նահանգում հրդեհաշիջման ժամանակ զոհվել է 4 հրշեջ, վիրավորվել 6 մարդ։ Կորեայի Գյոնգսան Պուկտո նահանգում երկաթուղային կորպորացիան ժամանակավորապես դադարեցրել է գնացքների երթևեկությունը։ Բուսան Ուլսան արագընթաց մայրուղում փակվել է երթևեկությունը։ Կրակի դեմ պայքարում ներգրավված են եղել 9200 հրշեջ փրկարարներ եւ 105 ուղղաթիռ։ Բայց չնայած հսկայական ռեսուրսների ներգրավմանը, հրդեհներն ամբողջությամբ մարել չի հաջողվում, իրավիճակը սրվում է ուժեղ քամու եւ չոր եղանակի պատճառով։ Փոթորիկ, Մարտինյո։ Մարտի 19-ին եւ 20-ին Պորտուգալիային հարվածեց հզոր Մարտինյո փոթորիկը, որն իր հետ բերեց հորդառատ անձրևներ, իսկ քամու արագությունը հասավ փոթորկի ուժի։ Ամենից շատ տուժել է մեծ Լիսաբոնի մայրաքաղաքային շրջանը, որտեղ առնվազն 8 մարդ վիրավորվել է։ Օթիվելաշ քաղաքում քամու պոռթկումները վնասել են տեղի դպրոցի տանիքը։ Լիսաբոն եւ Ալմադա քաղաքները կապող Թակու գետի կամրջի վրա ժամանակավորապես դադարեցվել է երթևեկությունը, բացի այդ Կասկայր քաղաքի օդանավակայանում ուժեղ քամին մի քանի ոչ մեծ ինքնաթիռ է շուռ տվել։ Հաջորդ օրը, մարտի 21-ին, Մարտինյոն արդեն փլուզվեց Իսպանիայի տարածքում։ Երկրի կենտրոնական եւ հարավային շրջաններում հորդառատ անձրևները գետերում ջրի մակարդակի կտրուկ բարձրացում են առաջացրել։ Ագիլաս քաղաքում 70 մմ տեղումներ են գրանցվել ընդամենը 1 ժամում։ Դպրոցներից մեկի տարածքը հաշված րոպեների ընթացքում ամբողջովին հեղեղվել է։ Երեխաներին ջրից, արտահոսքից եւ տանիքի հնարավոր փլուզումից պաշտպանելու համար նրանց տեղափոխել են շենքի երկրորդ հարկ։ Իսկ Մադրիդում չդադարող անձրևների պատճառով 2025 թվականի մարտը դարձավ ամենաանձրևառատը քաղաքում օդերևութաբանական դիտարկումների ողջ ժամանակահատվածում։ Մալայզիա։ Մարտի 19-ից Մալայզիայի հարավային Ջոհոր նահանգում հորդառատ անձրևներ են տեղացել։ 6 շրջաններում գետերի ջրի մակարդակը գերազանցել է վտանգավոր նիշը, առաջացնելով հանկարծակի ջրհեղեղներ։ Ջրի հզոր հոսքի պատճառով որոշ ճանապարհներ փակ են եղել բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների երթևեկության համար, վնասվել է 2 կամուրջ։ Ջոհոր Բարու քաղաքի կենտրոնում հսկայական խցանումներ են առաջացել։ Կամպունգ Պասիր Թավրաու շրջանում ջուրն այնքան է բարձրացել, որ երևում են միայն տներ տանիքները։ Տուժածներից մի քանիսը նշել են, որ սա ամենաուժեղ ջրհեղեղն է, որը նրանք տեսել են։ Հեղեղված տներից տարհանվել է ավելի քան 13000 մարդ եւ տեղավորվել 95 ժամանակավոր տարհանման կենտրոններում։ Ուսումնական պարապմունքները դադարեցվել են 20 դպրոցներում։ Ուսուցչուհիներից մեկի խոսքով, սա առաջին դեպքն է, երբ իր դպրոցը նման մասշտաբային ջրհեղեղի է ենթարկվել, ջուրը բարձրացել է մինչև երկրորդ հարկ։ Սաուդյան Արաբիա։ Սաուդյան Արաբիայում մարտի 19-ին ծայրահեղ տեղումներ են գրանցվել։ Մայրաքաղաքային Ռիադի շրջանում 3 օրվա ընթացքում տեղացել է ամսական տեղումների 3 նորման։ Իսկ Մեքքայի շրջանի Ջիդդա քաղաքում ընդամենը 2 օրվա ընթացքում այնքան անձրև է թափվել, որքան սովորաբար թափվում է մի ամբողջ տարվա ընթացքում։
Ասիրի շրջանում տեղատարապ անձրևներն ուղեկցվել են խոշոր կարկուտով, որը ծածկել է լեռնագագաթներն ու ճանապարհները, լանդշաֆտը վերածելով ձմեռային տեսապատկերի։ Տեղումները հանգեցրել են հեղեղումների հովիտներում և ցածրադիր հատվածներում։ Հեղեղվել են ճանապարհները, ինչը հանգեցրել է երթևեկության խափանումների։ Սաուդյան Արաբիայի իշխանությունները փակել են դպրոցները թագավորության մի քանի մասերում։ Չոր կլիմա ունեցող այս երկրի համար նման կատակլիզմները դեռ վերջերս բացառիկ երևույթ էին։ Սակայն վերջին տարիներին դրանք սկսել են տեղի ունենալ տագնապալի օրինաչափությամբ։ Ռուսաստան։ Անցած շաբաթ Սիբիրում օդի ջերմաստիճանի հարյուրավոր ռեկորդներ են գրանցվել։ Մարտի 19-ը Նովոսիբիրսկ քաղաքում վերջին 102 տարվա ամենատաք օրն էր։ Այդ օրը ջերմաչափերի սյուները բարձրացել են մինչև 8.7 աստիճան Ցելսիուսի, մարտին միջին առավելագույն -3 աստիճանի դեպքում։ Իսկ արդեն մարտի 22-ի գիշերը շատ քաղաքացիներ արթնացան ուժեղ աղմուկից։ Նրանց արթնացրել է ամպրոպը, որն ուղեկցվել է առատ ձյունով։ Տարվա այս եղանակի համար Արևմտյան Սիբիրում, որտեղ դեռ ցրտահարություն կա, ձյան ամպրոպը աննորմալ երևույթ է, սակայն տեղի բնակիչներն արդեն չեն զարմանում։ Վերջին տարիներին եղանակային նման անակնկալներն ավելի հաճախ են լինում։ Մարտի 20-ին Ռուսաստանի ամենատաք վայրերի առաջին տասնյակում են հայտնվել Ալթայի Հանրապետության, Կրասնոյարսկի երկրամասի, Իրկուտսկի մարզի և Խակասիայի բնակավայրերը։ Ալթայի Հանրապետության Չեմալ գյուղում օրական ռեկորդները գերազանցվել են 3 օր անընդմեջ։ Մարտի 21-ին օդը տաքացավ մինչև աներևակայելի +24 աստիճան Ցելսիուս, չնայած այն հանգամանքին, որ այս պահին միջին առավելագույն ջերմաստիճանը 1 աստիճան Ցելսիուս է։ Եվ նույնիսկ գիշերը շատ բնակավայրերում տաք էր, ինչպես ամռանը։ Կրասնոյարսկ քաղաքում մարտի 21-ի գիշերը ջերմաստիճանը չի իջել Ցելսիուսի 9.9 աստիճանից ցածր։ Դա կլիմայական նորմայից բարձր է 22 աստիճանով։ Իսկ Բուրյաթիայի Հանրապետության Խորինսկ գյուղում, որտեղ գիշերային ջերմաստիճանը պետք է լինի միջինը -9 աստիճան Ցելսիուս, այն բարձրացել է մինչև +10.2 աստիճան։ Մարտի 18-ից 22-ը Բուրյաթիայի Հանրապետությունում և Իրկուտսկի մարզում օդը տաքացել է մինչև 19 աստիճան, ինչը հանգեցրել է ձյան ինտենսիվ տեղումների։ Արդյունքում տասնյակ բնակավայրեր հեղեղվել են։ Կտրուկ տաքացումը հանգեցրել է Չելյաբինսկի մարզի Սիմ և Գումբեյկա գետերի վրա անսպասելիորեն վաղ սառցահոսքի։ Աշա քաղաքում առաջացած սառցե խցանումների պատճառով ջրի մակարդակը սրընթաց բարձրացել է, հեղեղելով 150 տուն։ Ջրհեղեղն այնքան արագ է սկսվել, որ շատ բնակիչներ չեն հասցրել փրկել իրենց ունեցվածքն ու ընտանի կենդանիներին։ Ջրհեղեղի գոտուց տարանվել է մոտ 170 մարդ, ներառյալ երեխաներ և հաշմանդամներ։ Հանրապետության տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Տեղի բնակիչները պնդում են, որ քաղաքում նման մասշտաբի ջրհեղեղներ իրենք չեն հիշում։ Մարտի 23-ին հզոր ձյան ցիկլոնը հարվածեց Պետրոպավլովսկ-Կամչատսկին։ 2 օրվա ընթացքում ավելի քան 82 սանտիմետր ձյուն է տեղացել, ինչը քաղաքային օկրուգի ղեկավարի խոսքով ավելի շատ է, քան անցած ամբողջ ձմռանը։ Պետրոպավլովսկ-Կամչատսկը կաթվածահար է եղել, հասարակական տրանսպորտը դուրս չի եկել, ճանապարհները հեղեղվել են ձյունով, իսկ անձնական մեքենաներով դուրս գալու համարձակ մարդիկ մնացել են փողոցներում։ Քաղաքի կենտրոնում գտնվող բլուրներից մեկի լանջից ձնահյուս է իջել և էլ ավելի բարդացրել իրավիճակը։ Ձյան տեղումների և քամու պատճառով հետաձգվել են չվերթները։ Իշխանությունները կոչ են արել բնակիչներին մնալ տանը, իսկ գործարարներին աշխատակիցներին տեղափոխել հեռավար աշխատանքի։ Պրիմորսկի երկրամասում 1 օրվա ընթացքում տեղի է ունեցել 2 խորը կիզակետով երկրաշարժ 4.5 և 4.4 մագնիտուդով։ Օջախի մեծ խորության պատճառով սեյսմիկ ցնցումները աննկատ են մնացել տարածաշրջանի բնակիչների համար և ավերածություններ չեն հասցրել։ Այնուամենայնիվ կարևոր է նշել, որ ինչպես ամբողջ մոլորակը, այնպես էլ Պրիմորսկի երկրամասում երկրաշարժերի քանակի ակնհայտ աճ է նկատվում, ինչը հստակ երևում է գծապատկերներում։ Եթե դեռ ինչ-որ տեղ կան մարդիկ, ովքեր կասկածում են կատակլիզմների աճին, ապա Սիբիրի բնակիչները հաստատ նրանց թվում չեն, նրանք դա արդեն զգում են դա իրենց վրա։ Բավական է կարդալ տեղական հանրային էջերը կամ եղանակային նորությունների մեկնաբանությունները և պարզ է դառնում, որ նման փոփոխություններն այստեղ տեղի են ունենում առաջին անգամ։ Նույնիսկ հնաբնակներն են խոստովանում, որ նման բան երբեք չեն տեսել։ Կարևոր նորությունն այն է, որ գիտնականները գտել են այս անոմալիաների պատճառները, դրանցից մեկը Սիբիրի տարածքի տակ գտնվող երկրի խորքից բարձրացող հսկա մագմատիկ փետուրն է։ Այսօր այն բնական անոմալիաներ է առաջացնում ոչ միայն Սիբիրում, այլև ազդում է ամբողջ աշխարհում բնական աղետների աճի վրա։
Վտանգի մասին նախազգուշացնելու համար գիտնականների միջազգային խումբը կամավորների աջակցությամբ պատրաստել է զեկույց Սիբիրում մագմատիկ փետուրի բեկման սպառնալիքի եւ այս խնդրի լուծման ուղիների մասին վերնագրով։ Մենք կարևոր ենք համարում այս տեղեկատվությունը փոխանցել ոչ միայն այս տեսահոլովակի հանդիսատեսին, այլև ողջ համաշխարհային հանրությանը։ Զեկույցում մանրամասն դիտարկվում են փետուրի ակտիվության տագնապալի նշանները, անդադար հալոցքը, մագմայի ակտիվացումը, հողի տաքացումը, սեյսմիկ ակտիվության աճը եւ այլն։ Բացի այդ, առաջարկվում է մագմատիկ փետուրի պլանային վերահսկելի գազազերծման հատուկ ծրագիր, որպես հնարավոր աղետը կանխելու միջոց։ Այս զեկույցը սոսկ գիտական հետազոտություն չէ, այլ գործողությունների հստակ ծրագիր։ Դրա նպատակն է կարևոր տեղեկատվություն փոխանցել պետական եւ մասնավոր կազմակերպություններին, գիտական հանրությանը եւ բոլոր նրանց, ովքեր պատրաստ են գործել ամբողջ աշխարհում բնական աղետների արագ աճի խնդիրը լուծելու համար։